պաշտոնում անցնելու համար, որոնք են առաջնային խնդիրները, որոնց դուք բախվեցիք հենց վարչակ աշխատանք։ Բախվեցի։ Դե ես խորհրդի անդամ եմ արդեն 3.5 տարի եւ անակնկալ խնդիր չէր կարող լինել բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք ամեն օր եւ փորձում ենք ավելի բարելավել ինչ-որ բան ՓԲՆ-ի աշխատանքում լինելով իրենց կառավարող մարմինը, այդ նոր ի հայտ եկած խնդիր չկա, այդ խնդիրները եղել են առաջին օրվանից եւ շարունակվում են եւ փորձում ենք ինչ-որ կերպ բավարարել հանրության պահանջները։ Որքանով է բովանդակային առումով հեռուստաընկերությունների խնդիրների ուշադրություն դարձնում, այս խնդիրը ինչքանով է դուք դիտարկում ձեր դաշտում։ Այսինքն բովանդակային առումով այո, հաղորդումները բովանդակության հետ կապված հաղորդումների բովանդակությունը մենք միշտ մեր մշտական քննարկման թեման է եւ դա մեր խոհանոցն է, որը չեմ կարծում թե պիտի ես բացեմ հիմա։ Ամեն դեպքում այդ խոհանոցին մենք եք ականատես լինում հեռուստադիտողները եւ պետք է ոչ Չէ, հեռուստատեսություններն են հյուր գալիս ձեր հյուրասենյակ կամ ձեր տուն, դուք խոհանոցին պետք է որ կարծում եմ այդքան քաջատեղյակ չլինեք եւ դա շատ նորմալ կլինի։ Մենք քննարկում ենք, մենք անդադար համագործակցային դաշտում պահանջում ենք նոր հաղորդաշարեր, նոր ուրեմն թեմաներ, նորովի ներկայացում հին խնդիրներին եւ կարծում եմ այդ համագործակցությունը ինչ որ արդյունքներ այնուամենայնիվ տալիս է, թեև շատ բազմաթիվ մեկնաբանություններ հակասական կարող են լինել, դժգոհություններ կարող են լինել, դա էլ է բնական, մենք ինքներս կարող ենք ունենալ մեր դժգոհությունները, որոնք աշխատում ենք շտկել այդ խնդիրները, որոնց վերաբերյալ կան այդ դժգոհությունները։ Եվ այնպես չի, որ հանրությունը միաճաշակ կամ միադեմ է, հանրությունը շատ տարբեր նախասիրություններ ունի եւ տարբեր ակնկալիքներ կարող է ունենալ, բայց դա չի նշանակում հեռուստատեսությունը կամ ռադիոն պետքա հանրության ճաշակի հետևից քարշ գա, այլ պետք է ներկայացնի իր հստակ ծրագրային քաղաքականությունը եւ դա պիտի միտված լինի պետականության ամրապնդմանը, դա պիտի միտված լինի համերաշխությանը հանրության մեջ եւ այլ բազմաթիվ բաների, որոնք չեպազրույցի թեմա չեն, էլի։